Բարտորերից հերթականն էր Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում։ Իրավապահ մարմինները մոտ 5 ժամ խուզարկություն կատարեցին։ Իրենց ասածով փնտրում են փաստաթղթեր ներդրումային հիմնադրամի հետ կապված, բայց մենք բոլոր փաստաթղթերը բռնի տեղանումից հետո ներկայացրել ենք քննչական կոմիտե։ Որևէ փաստաթուղթ այդ սեյֆում չկա։ Ոչ։ Կոտրեցին սեյֆը, ինչ են փնտրում, գուցե Արցախն են փնտրում, որ կորել է։ Մնացել է միայն որոշ փաստաթղթերում, Ազատ Արցախ պարբերականի մի համարում։ Ինչ վերաբերում է ընդհանուր արդյունքին, ընդհանուր այսօրվա ճակերտներում իրավական, բայց իրականում քաղաքական process-ին, դրանց գնահատականը կարող եք տալ ուսումնասիրելով այս սեյֆը։ Սա փրկարարության մեր աշխատողների միջոցով բացել են եւ հայտնաբերել են ուշադրություն դատարկ թղթապանակներ։ Բացի դատարկ թղթապանակներից հայտնաբերել են 1 թուղթ Ազատ Արցախ թերթը։ Սա է թուղթը։ Այս է տեղադրված։ Քննչական կոմիտեն այսօր խուզարկություն է կատարել փրկարարողների աշխատանքը, փրկարարողների ներգրավել այս աշխատանքին, որպեսզի ջարդի այս սեյֆը եւ տեղից դուրս բերի Ազատ Արցախ թերթը։ Եվ այս դատարկ թղթապանակները։ Ես որպես լրագրող, որը թղթակցել է Ազատ Արցախին 25 եւ ավելի տարիներ առաջ, կարող եմ ասել, որ շատ ցավալի է տեսնել թերթի միայն 1 համարը խնամքով փակված սեյֆում։ Սեյֆի բանալիները փաստորեն նրանց չեն հանձնել։ Այս թերթի համարը հանելու համար իրավապահները ստիպված են եղել երկար ժամանակ սղոցել այդ դուռը։ Հետո թողեցին այսպես, այս գույքի փչացման համարով է պատասխանատու, դեռ կպարզենք, այս Ազատ Արցախ թերթն է չարգրավեցին, շնորհակալություն չարգրավելու համար, թողեցին եւ գնացին։ Այս ամեն ինչը միթե ես պիտի որակեմ որպես քաղաքական գործողություն, որը այսօր իրականացվել է, կամ արշավի շարունակություն, որ իրականացվել է շարունակում է իրականացնել Արցախի ներկայացության նկատմամբ։ Նրանք, ովքեր այստեղ ինչ-որ բան են փնտրել, պիտի որ վատ զգան այն ամենից, ինչ գտան։ Ներողություն, բայց պետք է ասեմ, էլի գալիս են, որ ինչ-որ չգիտեմ, գաղտնի փաստաթուղթ ճարեն, բանկի հետ կատարված այս կամ այն գործողությունը, բացում են տեսնում զոհվածների ցուցակն, բացում են տեսնում Արցախ հանրապետության մշակութային այն արժեքներն, որոնք մնացել է Հայաստանի Հանրապետությունում։ Սրանք այն տրամաբանական փաստաթղթերն են, որոնք կարող էին գտնվել Արցախ հանրապետության ներկայացության մշտակ։ Օրինակ ԱԱԾ-ի զոհված տղաների ցուցակն, զոհվածների ցուցակն, չգիտեմ, Արցախ հանրապետության գրքերն, մշակութային այն արժեքներն, որոնք մնացել է Հայաստանի Հանրապետությունում, դրանց վերաբերյալ քաղվածներն, երեկվա լսումների վերաբերյալ ելույթներն, Արցախի վերադարձի հետ կապված փաստաթղթերը, գալիս են բանկային փաստաթուղթ գտնեն, չգիտեմ ինչ որ ապօրինի հակաիրավական փաստաթղթեր գտնեն, քննիչը բացում է, տեսնում այդպիսի փաստաթղթ։ Այն ամենն, ինչ այստեղ կա, այս շենքում հիշողություն է այն ամենի մասին, ինչ կար եւ այլևս չկա։ Կան կրկնում եմ Արցախ հանրապետության, տեսեք, Արցախ հանրապետության ներկայացության շենքում չկան եւ չեն կարող լինել որևէ քրեական վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող որևէ տվյալներ։ Կարող են լինել բացառապես Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի արդյունքում այդ հանցագործության համատեքստում վերաբերելի փաստաթղթեր։ Ինչքան զոհ են ունեցել, ինչ հետևանքներ է առաջացրել այդ ռազմական ագրեսիա մեր նկատմամբ եւ այլն։ Բայց եթե խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության տարածքում կատարված որևէ ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության, Արցախի Հանրապետության ներկայացության շենքում նման փաստաթղթեր չկան եւ չեն կարող լինել։ Եվ կարծում եմ բոլորդ էլ հասկանում եք, որ ամենևին պատահական չէ, որ Արցախի Հանրապետության սահմանադրության օրվան նվիրված եւ արցախցիների հուզող ու վերադարձի հարցի հետ կապված կազմակերպված խորհրդանական լսումների անմիջապես հաջորդ օրը ներկայացությունում ժամը 12:00-ին սկսում եւ 16:10-ը ավարտվում է խուզարկություն քննչական գործողությունը, որի արդյունքները կարծում եմ բոլորիդ համար տեսանելի են։ Արցախցիները վստահ են, որ ամենևին պատահական չէ, որ Արցախի Հանրապետության սահմանադրության օրվան նվիրված եւ արցախցիների հուզող ու վերադարձի հարցի հետ կապված խորհրդարանական լսումների անմիջապես հաջորդ օրը ներկայացուցչությունում տեղի ունեցավ ահա այս գործողությունը։ Ազգային ժողովը Արցախի խորհրդարանական լսումներ էր կազմակերպել, որի հիմնական թեման վերաբերում էր արցախցիների վերադարձին, դրա հնարավոր ճանապարհներին եւ դրա շուրջ ստեղծված խնդիրներին։ Բավականին ներկայացական եւ բովանդակային լսումներ են տեղի ունեցել եւ ստեղծված իրավիճակում բնական է, որ հայաստանյան իշխանությունների այսօրվա
վարքագծի եւ բառապաշարի պայմաններում դա բնականաբար որևէ ձևով իշխանության համար չէր ընկալվելու։ Իհարկե ուղիղ կապ կա, այսինքն ոչ թե ուղիղ կապ, այլ միանգամայն հիմնական առիթը դա է։ Իսկ պատճառը բոլորս հասկանում ենք վաղուց Արցախի պետական ինստիտուտների հանդեպ, այդ թվում այս շենքի հանդեպ որպես ինստիտուտներին ներկայացնող շենք, հետապնդումները ակտիվ են եղել, ուղղակի երեկվա լսումները խորհրդարանական լրացուցիչ առիթ են եղել, որ պետք է նոր խուզարկություններ լինեն։ Նույն պահին Գերմանիայում Հայաստանի վարչապետը լրագրողների հարցերին պատասխանելով առաջարկում էր գործարք։ Ադրբեջանը, եթե հրաժարվի արևմտյան Ադրբեջան խոսույթից, ապա Հայաստանն էլ կհրաժարվի արցախցիների վերադարձի իրավունքից։ Ես ասում եմ ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի, որպեսզի տեղ հասնի, ես ասում եմ եկեք, նստենք, միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակենք, ոնց ենք այդ թեման հանում, որովհետև այդ թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Արդյոք Հայաստանի վարչապետը ուներ այդպիսի հայտարարություն անելու իրավունք արցախցիների անունից։ Արցախցիներն իրենք կարծում են, որ ոչ։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ վարչապետը, Արցախի ժողովուրդը պետք է որոշի վերադառնում է, թե չի վերադառնում այդ իրավունքի տերը։ Տվյալ պարագայում ՀՀ վարչապետը կարող է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ձևակերպել, որը մեզ համար խիստ անընդունելի ու ցանկալի չի, դատապարտելի է, որ Հայաստանի կառավարությունը նման դիրքորոշում ունի, ընդ որում իրավունքները վաճառքի է հանում եւ երկրորդը հավասարության նշան է դնում Արցախի ժողովրդի վերադարձի ու ադրբեջանցիների ճակերտավոր վերադարձի միջև, որտեղ որևէ եզր չկա, այսպես ասեմ, ոչ պատճառների մասով, թե ով ինչպես է լքել իր տունը, ոչ փոխհատուցումների, ոչ ժամկետների, ոչ ծավալների եւ ոչ իրավական հիմքերի առումով։ Մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է. Ղարաբաղյան, Արցախյան հակամարտության էջը չի կարող փակված լինել առանց հաշվի առնելու 120,000-ից ավելի արցախցիների ինքնորոշման հարցը։ Սա հստակ է եւ մենք շարունակելու ենք մեր պայքարը։ Իհարկե ցավալի է, որ մեր հայրենիքում ականատեսն ենք լինում նման դրսևորումների, ունենք այնինչ ունենք, սպասենք։ Կարեկցանք իրենց նկատմամբ, աջակցություն կամ գոնե խնայողական վերաբերմունք այստեղ չեն սպասում։ Այստեղ մտահոգված են, որ այո, Հայաստանի իշխանությունները կխլեն իրենցից Արցախի ներկայացուցչությունը։ Քննարկվում է այս շենքի նկատմամբ սեփականության իրավունքը վերացնելու հարցը։ Այս շենքի նկատմամբ սեփականության իրավունքը ցակել է դեռևս 90-ական թվականներին, հիմա կոնկրետ ամսաթիվը չեմ կարող նշել, Հայաստանի Հանրապետության այդ պահի դրությամբ նախագահի կողմից ընդունված որոշման հիման վրա, որով շենքը որպես նվիրատվության պայմանագրի, նվիրատվության գործարքով տրամադրվել է Արցախի Հանրապետությանը։ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը կարծում է, որ եթե բավարար հանրային ճնշումներ չլինեն, Հայաստանի իշխանությունները կհասնեն իրենց նպատակին, ներկայացուցչության շենքը նրանցից կվերցնեն։ Ես չեմ բացառում, որ կարող է նաև այլ դրսևորումներ մենք տեսնենք։ Օրինակ, ձերբակալությունների տեսքով նկատի ունեք։ Ակնհայտ չէ, որ այս պահին այն ինչ տեղի է ունենում, սա շոուի երկրորդ սերիան կամ երրորդ սերիան է։ Սպասենք։ Եվ արդյոք որևէ օրենք կամ որևէ բարոյական արգելանք կարող է նրանց խանգարել։ Եթե բավարար հանրային ճնշում չլինի, այսինքն խանգարող հանգամանք չլինի, իհարկե կհասնեն։ Չեք տեսնում, որ իրենք ինչ ուզում են, դատարանները այդ ակտերն էլ ընդունում են։ Իսկ գուցե նա կարող է դիմել իր գործընկերոջը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին։ Դիմել կարելի է, սակայն արդյունքներ սպասել չի կարելի։ Այս կարծիքին է արդյունավետ կառավարություն իրավապաշտպան կազմակերպությունից Մարինա Մալխասյանը, որը մանրամասն ուսումնասիրել է մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, կարդացել է հայտարարությունները, լսել է հորդորները եւ եզրակացրել։ Եթե օրինակ հետևեք մարդու իրավունքների պաշտպանի էջին, Facebook-յան էջին,
այնպեսի տպավորություն է ստեղծվում, թե մարդու պաշտպանը անդրադառնում է բոլոր խախտումներին, որովհետև միշտ հայտարարություններ կան, միշտ ինչ որ միջոցառումների մասնակցություն կան, նկարներ կան բազմաթիվ եւ ոնց որ թե նկատում եք որ մարդու պաշտպանը շատ է սիրում այդ նկարվելու պահը շատ է, բայց Երիտասարդ կին է, եկեք չվեղադրենք։ չենք մեղադրում, պարզապես ուզում ենք տեսնել նաեւ աշխատանքը։ Եվ հետևելով այդպես բոլոր հայտարարությունները հատ նայելով կարող ենք փաստել, որ դրանք շատ ընդհանրական են։ Այնտեղ չկա որևիցե արձագանք, օրինակ պաշտոնյաների կողմից, հա, իրականացված խախտումներին կամ տարբեր պետական մարմինների, բայց ինչ է ասում։ Ասում է, որ մտահոգված է, դատապարտում է ցանկացած տեսակի բռնություն, բայց չի նշում ով է իրականացել բռնությունը Եվ ով չի դատապարտում ցանկացած տեսակի բռնություն։ Միանշանակ, այսինքն շատ ընդհանրական է այն բոլոր հայտարարությունները եւ ուղղակի դա կարող ես կարդալ ցանկացած գրքում, որը անդրադառնում է մարդու իրավունքներին։ Դա շատ պարզ է, շատ տեսական է, այսպես Այսինքն ասած։ ինքը ոչ թե գործուն քայլեր է ձեռնարկում այդ անարդարությունը բարձրաձայնելու, վերացնելու, այլ ուղղակի հայտարարություններ է անում այդ սենյակում իր մնալը հիմնավորելու, ոչինչ չանելով այդ գործը։ Ես ձեզ ասեմ ավելի, նույնիսկ շատ վտանգավոր մի միտում կա հենց այդ հայտարարության մեջ, ինչպես նաև այլ հայտարարությունների, մենք զեկույցում ներկայացնում ենք եւ բոլոր հայտարարությունները, ինչպես նաև մենք դիտել ենք բոլոր հարցազրույցները, ճեպազրույցները մարդու պաշտպանի, որ հանկարծ եթե ինչ-որ բանին անդրադառնում է, հստակ նշում է անուններ եւ այլն, մենք հանկարծ դա բաց չթողնենք, բայց նման բան չկա, գոյություն չունի։ Ասենք մեղադրի այսինչ կառույցին ասի, որ դուք Դե որը որ իրականում խախտել է, էլի, այսինքն այն պիտի ասի այն ինչ որ տեղի է ունենում, բայց միշտ այդ ամբողջը մի քիչ այդպես կենացային է, որ լավ կլինի այսպես լինի, հորդորում ենք, այսպես լինի, բայց այդպես չարժի չէ մի ինստիտուտ պահել, որը զբաղվի այսպես հանրահայտ ճշմարտություններ հորդորելով, ով չի կարող օրինակ հորդորել։ Քանի որ ՄԻՊ-ի ինստիտուտը, այսպես ասած, աշխարհում եւ մարդու իրավունքների ոլորտում ընդհանրապես շատ մեծ դեր ունի, շատ կարեւոր է։ Գիտեմ, ես հասկանում եմ այդ դերը։ Ես մտածում եմ, որ արդյոք այդ դերը կայանում է նրանում, որ ինքը հանրահայտ ճշմարտություններ մեր, ասենք հայտարարել, չուտել մարդու միս, խմել այծիկատ, դա պետք է շատ հստակ լինի, քանի որ շատ դեպքերում նույնիսկ կան տեսաձայնագրություններ եւ հստակ է երևում, այսինքն ով է այստեղ իրավունքը խախտել եւ դրան չանդրադառնալ, պարզապես ես չգիտեմ արդեն ինչով պիտի դու զբաղվես, եթե որպես ՄԻՊ դու ուղղակի չես նշում այդ ամեն ինչ որ ակնհայտ տեսավ հանրությունը։ Եվ ճիշտն ասած կուզեի նաեւ ասել, որ այնտեղ եթե նայեք հանրության արձագանքը, հա, բոլոր այդ հայտարարությունների տակ մարդիկ հենց դա են ասում, որ երբ գործուն քայլեր կանեք, երբ կհայտարարեք կամ երբ որ դուք գրում եք, որ հետևողական եք լինելու, հաջորդ քայլը մի անգամ գոնե կլինի, որ մենք տեսնենք, լավ, հետևողականությունը ինչու մեր կանում, ինչ արեցիք դուք, որ կոնկրետ այս խախտված իրավունքը դուք կարողանաք վերականգնել։